հերթական փաստաթուղթ հրապարակել, ստորագրել են դիմում են տարածել, ըստ որի Արշակ arczepiskopos-ի վերաբերյալ տեսանյութը ճիշտ է դուրս եկել ըստ փորձաքննության եւ ասում են Գարեգին Բ-ն առ ոչինչ է համարել իր իսկ կողմից դեսված հանձնախմբի ներկայացրած փորձաքննության արդյունքները, բարձրաստիճան հոգեբանական վերաբերող խզաղույթի տարածումից հետո անցել է ամիսներ, բայց Գարեգին կաթողիկոսը, որտեղ դրած մոտեցում հայրաքրական եկեղեցու հեղինակությունը վնասող այս չափազանց վայրին հարցի առնչությամբ եւ հանձնախումբը քանիցս պաշտոնի այդ թվում նաեւ անհայտ arczepiskopos-ներ խնդիր է հետեւականին հանձնել կաթողիկոսի ուշադրությանը, հաշվի առնելով այս իրողությունը Գարեգին Բ կաթողիկոս ամեն գնով փորձում է կոծկել Արշակ սրբազանի սփափիղ ծառայքը եւ դիմում են հանրությանը, պարոն Վարշապետ, ասում են այսօր դիմում ենք եպիսկոպոս մեր եղբայրներին եկեղեցու հավատացյալ եւ նվիրյալ զավակներին միանալու աշխարհասփյուռ հայության սրբության սփոց Մարիաթոր Սուրբ Էջմիածնի սրբապիղ հոգեվորականից եւ նրա մեղք քսողներից ազատելու կենսական անհրաժեշտ գործին խստագույնս դատապարտելով Գարեգին Բ կաթողիկոսի թյուր ընթացքը։ Պարոն Վարշապետ, ո՞րն է ձեր արձագանքը եպիսկոպոսների այս դիմումին, խնդրանքին ասեմ, հորդորին ասեմ, ձեր արձագանքը։ Նախ ասեմ, որ որպես հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ որդեական խոնարհությամբ եւ նախանձախնդրությամբ եմ ընդունել այդ հայտարարությունը, որպես պետության կառավարության ղեկավար վճռականությամբ եւ հաստատակամությամբ ողջունում եմ այդ հայտարարությունը, որովհետեւ կարծում եմ, որ այս հայտարարությունը նախ ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան հոգևորականներ, ովքեր նախանձախնդիր են եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում եւ ես իհարկե սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպում կխնդրեմ, որպեսզի նաև նրանց դիրքորոշումները, մոտեցումները հայտարարությունից բխող ավելի մանրամասն հասկանամ եւ իսկ իմ դիրքորոշումները նախկինում արտահայտելու առիթ ունեցել եմ եւ այդտեղ կարծում եմ նորություն չկա։ Ես գիտեք, այս պահից արդեն ասացի հնարավոր հանդիպումից հետո կամ ավելի ճիշտ միջև հնարավոր հանդիպումը լրացուցիչ մանրամասների մասին կամ լրացուցիչ մեկնաբանություններից ձեռնպահ կմնամ։ Կրկին ուզում եմ ասել, որ որպես պետության ղեկավար հաստատակամորեն եւ վճռականորեն ողջունում եմ այդ հայտարարությունը եւ նաեւ այն ընդունում եմ որպես հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ որդեական խոնարհությամբ եւ նախանձախնդրությամբ։